Որքան էլ մենք պայմանավորվել ենք եւ ես ԿՊԱ-ական Տարոն Չախոյանը, որը վարչապետի աշխատակազմից է խորհրդարան եկել ու հայտնի է որպես իշխանության այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկայի ղեկավար, նախ անոնսում, ապա Ռուբինյանի բացակայությամբ խախտում է նոր ձևավորված խորհրդարանում բարեկրթության սահմանները չանցնելու վերջինիս առաջարկը։ Սամվել Կարապետյանը իրեն թույլ է տվել իշխանության հասցեին անել նմանատիպ արտահայտություն։ Չտես Գյորմամիշեն։ Մենք ենք Գյորմամիշը, թե դուք եք Գյորմամիշը։ Սամվել Կարապետյանի եղբորորդին ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ավելի ուշ Ռուբինյանին այսպես է դժգոհությունը հայտնում։ Ուշադիր եղեք, դուք ստեղ չէիք, չգիտեմ, պլանավորած թե չէ, մի հատ մենք ստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրար թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սփռի չէ։ Կարապետյան, մի վարքյան։ Պարոն Կարապետյան, ես թույլ չեմ տալու ստեղ որևէ падգամավորի վիրավորել որևէ падգամավորի։ Հորդորում եմ այլուհետև այսուհետ այդպիսի բառեր չօգտագործել ստեղ, ձեզ նախազգուշացում։ Կրքերը բորբոքվում են, ընդդիմադիր ու իշխանական падգամավորներն ընդմիջմանը հարցեր են պարզում դահլիճում, բանը ձեռնամարտին բարեբախտաբար չի հասնում։ Ավելի ուշ Կարապետյանն ու Ռուբինյանը միջանցքում վիճում են նույն թեմայով։ Չէ, մի վարքյան, ոչ, ես հետևում եմ և դուք նկատեցիք, որ ես եկա, և հորդորեցի, բայց դա չի նշանակում, որ հիմա մարդիկ իրան զուսպ են բարել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն բարել, որովհետև մարդիկ չեն բարել, 10 անգամ ավել զուսպ են բարել, 10-ին էլ 20 անգամ կլինի, ես էլ թույլ չեմ տալու, ես էլ թույլ չեմ տալու, որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դուք չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո ես բան ուշադիր եղեք, ես գիտեմ ուշադիր ոնց կլինի։ Տարոն Չախոյանի ելույթն հաջորդել էր Սամվել Կարապետյանի ելույթը։ Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նախ արդարացնում է Չախոյանի խոսույթը, բայց միաժամանակ ասում է չի ողջունում նրա ասածները։ Կարապետյանի ասածը մինչդեռս Ռուբինյանի ամենասուրն էր ու ԿՊ-ն ասում է հաջորդ անգամ այլ կերպ կարձագանքի։ Կարծում եմ, որ եթե նման վարկը կրկնվի, քաղաքացիական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերի։ Կարապետյանը հակադարձում է Չախոյանի վիրավորանքները նիստը վարողի կողմից մնացել էին անարձագանք։ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Նախագահողին այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը, նախագահողը թող որոշի ինչպիսի ազգային ժողովի ձևաչափ է իր համար հետաքրքիր։ Ուժեղ Հայաստանից ասում են գնդակն այժմ քաղաքացիական պայմանագրի դաշտում է, իրենք պատրաստ են իրավիճակի սրման։ Մենք բարեկրթության սահմաններում ենք, դիմանցանք 1, 2, Լյուբանկա, չգիտեմ եւ այլն։ Մենք մերոնց տեսել եք դուք տեսախցիկներով, անգամ արձագանքների դեպքում իրար ենք մենք այսպես հորդորում, որ չարձագանքենք։ Նորից կրկնում եմ, քաղաքական պատասխանությունը այս պայդրությամբ իրենց վրա է։ Յուրաքանչյուր սրման պատրաստ ենք, բայց մեղավորը իրենք են։ Ընդդիմադիր падգամավորները հիշեցնում են Փաշինյանի խոսույթի իրենց ուժի առաջնորդի մասին ու նկատում, դրանց իրենք ազգային ժողովի ամբիոնից չեն արձագանքել անցնելով բարեկրթության սահմանները։ Նույն տարբերակով իրենց առաջնորդի ասածները ես գամ ամբիոնից պրոյեկցիան եմ իրենց վրա բոլորին։ Կլինի։ Ինչ ասեմ, իրավիճակը սպառված է, որովհետև փաստորեն Նիստը վերսկսելուց հետո Ռուբինյանը որոշեց փակել թեման ու բացատրության հնարավորություն տվեց թե Կարապետյանին, թե Չախոյանին։ 5 րոպեվա ընթացքում առանց ընդհատել նույն ձևի այս ձևաչափով մերից շփվելը դա առողջ չէ, իսկ դրա պատասխանը, պարոն Ռուբինյան, ամենայն հարգանքով դուք պետք է տայիք ավելի կոշտ։ Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդը մեր հասցեին այդ տեսակ բառեր է օգտագործում։ Այսքանով ավարտած եմ համարում միջադեպը։ Ռուբինյանը, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում ու դրանից հետո էլ Փաշինյանից հետ չմնալով վիրավորանքներ էր հնչեցնում ընդդիմադիրների հասցեին ու նրանց սպառնում դաստիարակել ազգային ժողովում, նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ էր ընդդիմությանն առաջարկել հրաժարվել նախորդ խորհրդարանի պրակտիկայից ու այս գումարումն անցկացնել կառուցողական ու բարեկիրթ բանավեճի մթնոլորտում։ Սա նոր խորհրդարանի ընդամենը 4-րդ նիստն էր։